Բայց ավելի մեծ դարդ է իհարկե Ռուսաստանի համար այս օրերին հատկապես շատ է խոսվում Եվրամիության հետևողական աջակցությունը, ՆԱՏՕ-ի հետևողական աջակցությունը Ուկրաինային, ինչը դարձնում է Ուկրաինային առնվազն անպարտելի։ Դա չի նշանակում, թե Ուկրաինան հաղթելու է Ռուսաստանի Դաշնությանը, կնա մտնի Մոսկվա, բայց Ուկրաինայում համարում են հաղթանակ այն, որ Ռուսաստանի Դաշնությանը վտարեն իրենց օկուպացրած տարածքներից եւ որոշ վիճակագրական բաներ ոչ ուկրաինական ուսումնասիրեցի, ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մոտավորապես վերջին ամիսներին կորցրել է 35,000-ական զինծառայող, ամսական մոտ 35,000 եւ ժամկետային պայմանագրային զինծառայողների հավաքագրումը իր տեմպով ուրեմն զիջում է կորուստների տեմպին, այսինքն ռուսական զինված ուժերը այս վերջին ամիսների ընթացքում սկսել են թվով փոքրանալ։ Այնպես չէ որ էլի դա աղետալի նվազում է, բայց եթե այս ձևով լցնելու է մսային գրողների, միսնի է շտուրմ է, այդպես են ասում, հա, Ժուկովի հորինածու է, ոչ միայն Ժուկովի, հա, տարբեր զորավարներ այդ մեթոդն են որոշել կիրառել են, հա, լցնել թնդանոթի միս, էլի, հա, ասենք 15 հոգի կզոհվի, 16-րդը տեղ կհասնի եւ այլն, ու տարբեր տվյալներով այս վերջին 2-3 ամիսների ընթացքում այն քաղաքները, բաները, որոնք փորձել է գրավել, Կուպյանսկ եւ այլն, մեկը 20-ի հարաբերակցությամբ են եղել, զոհերը մեկը 27-ի հարաբերակցությամբ են եղել եւ այլն, ուտարապես այս պատկերն է Starlink-ի անջատելու հետ կապված անցած 10 քանի օրերի ընթացքում ուկրաինական զինված ուժերին հաջողվել է 12 բնակավայր եւ Ֆրանս պրեսի հաղորդածն է սա 200-ից ավելի կիլոմետր, 200 քառակուսի կիլոմետր գրավել, վերադարձնել, ազատագրել օկուպացված տարածքներից, հա, եւ որոշ դեպքերում հարձակման ճակատը եղել է 20 կիլոմետրանոց երկարությամբ, էլի ոչ թե սեպաձև են մխրճվել, այլ 20 կիլոմետրանոց ճակատով բան են արել։ Այդ փորձագետները, որոնց հետևել են, բացատրում են, որ նման բան մեկ էլ վերջին 2.5 տարի առաջ էր տեղի ունեցել, այսպիսի ծավալի օկուպացված տարածքների ազատագրում։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։